Անկե Նիկոլ Փաշինյանը եւ Արարատ Միրզյանը թեման պրիմիտիվացնում են։ Մենք չենք ասում, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվում է, վաղը ավտոբուսները նստելու են գալ։ Մենք խոսում ենք երկարաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդրի մասին։ Եթե մենք ապրում ենք մի օրով, Նիկոլ Փաշինյանը, մեր քաղաքական էլիտան, Էրդողանը եւ Ալիևը մտածում են տարիներով, տասնամյակներով, երկարաժամկետ են հարցը դիտարկում։ Խորոսյանի ելույթն էլ ազգային Եվ ժողովից է։ սերունդերին են միգուցե ժառանգություն թողնում։ Այս տարածքները Փոքր Ասիա թերակղզին, Հարավային Կովկասը, Իրանը 1 տարում, 2 տարում թյուրքիզացիայի չեն ենթարկվել։ Դա տասնամյակների, հարյուրամյակների գործընթաց է։ Իսկ Էրդողանը, Ալիևը հարցը երկարաժամկետ են դիտարկում։ Մենք էլ ենք փորձում երկարաժամկետ դիտարկել եւ ասում ենք եկեք այս ռազմավարական, դեմոգրաֆիական հիմնախնդրին տանք երկարաժամկետ պատասխան ապահովելով մեր անվտանգությունը։ Մենք եթե նայում ենք հարյուրամյակների կոնտեքստում, մեր տարածաշրջանում քրիստոնեական տարը նվազում է։ Կամաց նվաղում է, փոքրանում է։ Այս վերադարձի կամ գալու խնդիրը մենակ մենք չունենք։ Ուզում եմ հիշեցնել, որ բոլորովին վերջերս Էրդողանը Վրաստանի նախագահի հետ անակնկալ, շատ անակնկալի բերեց Վրաստանի նախագահին խոսեց 400,000 թյուրքական բնակչության վերադարձի մասին Վրաստան։ Տեսնում եք, որ սա երկարաժամկետ հարց է, եկեք մի օրով, օրվա կորմով քաղաքականությունը չդիտարկենք։ Սկզբում կապիտալը այնտեղ ահռելի ձևավորեցին, հետո Դե իրենք ինչ են ասում Ստալինյան ռեպրեսիաների ժամանակ այնտեղից թուրքեր են հանվել։ Եվ ասում են դե հիմա ժողովրդավարական եք, չէ՞ դուք ժողովրդավարական բարի խաղաղ ապրում ենք, դե թող վերադառնա։ Արարատ Միրզյանին արձագանքել, ինքն էս չկմղացած է ասում, որ ով տենց բան ասում, ոնց բանը սրիկայությունն է, սրիկայ, ոնց որ իրանք երբեք հայ ժողովրդին չեն խաբել։ Դա եթե խաբած չլինեն, կարող է իսկապես մեր դիրքավորումը լիներ մի փոքր սրիկայանման, բայց հիշեցնեմ, որ իրանք ուղիղ մի տարի հայ ժողովրդին խաբել են, այդ թվում պարոն Մարուկյանին, որ սեղանին չկա բանակցային փաստաթուղթ։ 19 թվականին։ Խաբել են, ասել են մենք չենք բանակցում, բայց հետո պարզվել է լավ է բանակցում են, լավ է փուլային տարբերակը կա, կեղծել են 44-օրյա պատերազմը, Շուշիի համար մարտերը շարունակվել են, որ մեկը թվարկեմ, իշքան են խաբել, ինչի մենք պետք է հավատանք իրանց։ Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ այս Ռուսաստանի հետ բարդ հարաբերությունները լրիվ հակառակ էֆեկտ են տալու, որ հիմա ասում են մենք վերականգնելու ենք, մենք ինքնիշխանությունը փոխվելու ենք ռուսներից, հաշվի առնելով դու Հայաստանի առաջնորդը Նիկոլ Փաշինյանը, որը որևէ պարագայում ի վիճակի չի որևէ գործ ավարտին հասցնել, որևէ պայքար, որևէ պատերազմ, եւ սա հանգեցնում է նրան, որ ի վերջո նա զիջի եւ Հայաստանի կախվածությունը ել ավելի մեծանա Ռուսաստանից։ Այսինքն նայեք հակառուսական